կխնդրեմ ներկայացեք, ինչ առաջարկներով եք ներկայացել, ինչ քննարկում ունեցաք արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ եւ ինչ ընդհանուր հայտարարի եկաք։ Քննարկումները դեռ ընթանում են։ Պետք է ասեմ, որ հրավերը իրենց կողմից է եղել խմբակցության հետ հանդիպելու, ներկայացել ենք, զրուցում ենք բնականաբար ամեն ինչի օգուտ արցախցիների, բայց պետք է շարժում ասվածը ճիշտ ուղղությամբ գնա եւ գնա դեպի ճիշտ մարդու։ Պարոն Պետրոսյան, նշեցիք, որ այս քննարկումը հրավերը եղել է խորհրդի կողմից, այսինքն խմբակցությունը հակված չէր հանդիպում ունենալու։ Ոչ թե հակված չէր, այլ հրավիրել են, եկել ենք։ Չէ, չհանդիպելու խնդիր չկա, հրավիրել են, եկել ենք։ Մենք էլ մեր առաջարկներով կոնկրետ ես գտնում եմ, որ ճիշտ լավ կլինի, եթե ամեն ինչ միմյանց բաց մաքուր ամեն ինչ այդպես գնա, որպեսզի այս հարցը ճիշտ արդյունք ունենա։ Իհարկե փոքր ինչ ներկայացրեցիք, թե ինչու կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը չի ներկայացրել, բայց կխնդրեմ փոքր ինչ բացեք, ինչու այսօր այստեղ չէր, քանի որ նախորդ հայտարարված էր, որ նա եւս ներկայանալու է։ Անկեղծ ասած, մի 6-7 լրագրողի հետ ինչու չի եկել, մի քիչ տարօրինակ է, ոչ թե խմբակցության հետ ա եղել հանդիպումը, խմբակցությունն ա ներկայացել։ Ամսի 29-ին պարոն Բաբայանը ներկա էր, հետևում է ամեն ինչին, այստեղ ոչ թե ավելի լուրջ գործ կար, քան սա, հանդիպումը խմբակցության հետ է ներկայացել է խմբակցությունը։ Հանդիպումներ ունենում է Սամվել Բաբայանը արցախցիների հետ, տարբեր ձևաչափերով։ Կարծում եմ, եթե հետևում եք իր հանդիպումներին, ապա պետք է նկատած լինեք, որ իհարկե այո, միգուցե մարդկանց ձեռք չտալի չեն նկատում, բայց այո։ Իսկ ընդհանուր ինչ սպասելիքներ ունեք այս հանդիպումներից, ինչ արդյունք կտա։ Չգիտեմ։ Ավելի շատ որ հարցերին ոչ լիարժեք եմ պատասխանում, երևի որ մեր խոսակցությունը կիսատ է մնացել դրանից։ Պարոն Բաբայանը իր բոլոր հարցազրույցներում այս ամեն ինչի դրական ելքը ասել է։ Պետք է հետևել, շարժվել եւ հասնել արդյունքի։